Նախորդ 21-րդ ոսկե ծիրան կինոփառատոնում ձևավորված նոր ավանդույթը փառատոնային կարմիր գորգը փոխարինել տեղորոշում հավաքածուով այս տարի կշարունակվի քարոզչական նոր նախագծով։ Տարվա գորգի տեսակը ներկայացնում են ԱՀԱ կոլեկտիվը, Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն ու ոսկե ծիրանը։ Նախորդ տարի Դավիթ Քոչունցի ձևավորմամբ ստեղծված կարպետներն արդեն հատել են Հայաստանի սահմանները եւ ցուցադրվում են Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեում։ Այս տարվա հավաքածուն ստեղծելու նպատակով ԱՀԱ կոլեկտիվը համագործակցության է հրավիրել Նորմալ ստուդիա արվեստանոցի ֆրանսիացի դիզայներներ Ժան-Ֆրանսուଆ Դինգջյանին եւ Էլուա Շաֆային։ 8 առանձին կարպետներ ընդհանուր 16 մետր երկարությամբ կզարդարեն փառատոնի բացման հանդիսությունը։ Դիզայներները փորձել են կոտրել կարծրատիպը, թե կարմիր գորգը հենց կարմիր պիտի լինի։ Այս տարվա հավաքածուում նաև արկային կանաչի երանգները, ինչը իմ տեսանկյունից մեծ կապ է բնությանը եւ քանի որ թելերը հենց բնական ներկանյութերով են ներկված, առհասարակ այն գույները, որոնք որ արկա են տվյալ հավաքածուում, ավելի բնական են եւ բնությանը մոտ, ինչպես նաև որ գաղափարը ընդհանուր առմամբ հիմքն է եւ հենքը եւ գործել կարպետի հենքի վրա շատ խորհրդանշական է։ Նոր հավաքածուի հետ ոսկե ծիրանը ներկայացնում է նաև 22-րդ փառատոնի պաստառները նկարիչ Դավիթ Քոչունցի հեղինակությամբ։ Որպես առանցքային թեմա ընտրվել է բախումը իր բազմաշերտ դրսևորումներով։ Հիմնական պաստառը Crash ֆիլմն է Դեվիդ Քրոնենբերգի Բալարդի վեպի հիման վրա, որտեղ այդ զգացմունքը եւ բախումը, վթարը պատկերում է, միևնույն ժամանակ փոխանցելով նաեւ այն ժամանակի ոգին, որում որ հիմա ապրում ենք եւ որը գնալով ահագնանում է եւ այդ ահագնացող այդ էներգետիկան փոխանցում են նաեւ պաստառները։ Տարվա փառատոնային պաստառներից երկուսը անմիջականորեն հղումներ ունեն կինոսյուրռեալիզմի մեծերին՝ Լուիս Բունյուելի եւ Սալվադոր Դալիի Անդալուսիական շունը ֆիլմի հայտնի դրվագին եւ վերջերս կյանքից հեռացած Դեյվիդ Լինչին։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։